Վերադարձանք։ Վերադարձանք, ինչ լավ է որ վերադարձանք, որովհետև արդեն դուք չեք զգում, բայց մենք զգում ենք բույր շատ հաճելի։ Ես զգում եմ նաև համ, որովհետև հենց նոր խոհանոցից եկա եւ թրծրել եմ մի փոքրիկ կտոր։ Ապրես։ Ճիշտ է այդ ճիշտ է Ես չմտածեցի այդքանը։ Թրծնել փոքրիկ կտոր։ Դե դա դասական գործողություն է։ Այո, ամենահամեղ կտորը։ Հատկապես երբ որ դեռ պատրաստման ընթացքի մեջ է։ Շտապ ենք արդեն ողջունել մեր գեղեցկուի գործընկերում։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր շատ համեղ ու հետաքրքիր մի բաղադրատոմս եմ ձեզ ներկայացնելու, որը Աբրահամ Բաբիկյանն է պատրաստել եւ իր հետ մենք մի անգամ բախտ ունեցանք պատրաստելու եւ շատ հավանեցի պահքի համար նախատեսված, բայց վստահ եմ, որ ովքեր որ պահքի մեջ չեն եւս կհավանեն ու այսօր անպայման կպատրաստեն լոլիկով եւ շամպինյոն սնկով, թարխունով ու բրնձով պատրաստելու ենք տոլմա։ Բայց արի մեր հեռուստադիտողներին պատմենք, որ վարքյաններ առաջ երբ հարցնում էին Անուշ ինչ ես պատրաստելու մեր գործընկերները, այ թիկունքում աշխատող Անուշ ասաց տոլմա շատ արագ եւ բոլորը ինչպես թե տոլմա, որովհետեւ դա երկար process է, իրենից ենթադրում շատ ժամանակատար է։ Ու ասաց չէ, սա ընդամենը մի քանի րոպեում պատրաստվող տոլմա է։ Այո, իսկապես շատ կարճ է տևում, ժամանակը միայն պետք է բրինձը եփել, սունկը արդեն կտրել ենք եւ տապակում ենք, իսկ լոլիկները մեզ պետք է այսպես մի փոքրիկ կտրվածք ենք անում, ամբողջը կարող ենք նույնիսկ կտրել եւ փորում ենք, կտրում ու վերջ։ Ամբողջը պետք է տապակենք միասին խառնենք ու խճողակը պատրաստ է։ Հետո կարող ենք 5 րոպեով ջեռոց ուղարկել, կարող ենք եւ այսպես թարմ հենց ուտել։ Թարմ վայելել։ Իսկ մեր թարմ ավելի հետաքրքիր կլինի։ Այո։ Որտեղ ջեռոցի տարբերակը վստահ եմ բոլորը փորձել են։ Այո, համաձայն եմ։ Ես էլ եմ այսպես սիրում։ Անուշ, իսկ երբ նշեցիր, որ պետք է բոլորը տապակել, նկատի ունեիր սունկը առանձին, բրինձն առանձին, թե նաև լոլիկի միչուկը։ Խառնելու ենք սնկի հետ։ Լոլիկի միչուկը այդ թվում։ Նաև լոլիկի միչուկը պետք է։ Ափսոս։ Մենք պլաններ ունենք լոլիկի միչուկի հետ։ Չէ, պաստորեն ամեն ինչ պետք է գալիս այստեղ։ Լավ, Ոչ մի բան մի կողմ չեն դնում։ Չէ, ամեն ինչ օգտագործում ենք։ Ամեն ինչ օգտագործում ենք, բայց լավ տարբերակ է ամեն դեպքում։ Մենք կարող ենք, եթե լոլիկով ձվածեղ եք ուզում, Ռուբեն, անպայման կպատրաստեմ մի օր։ Բայց մենք յուրահատուկ բաղադրատոմս ենք քեզնից սպասում։ Բաղադրատոմսով։ Յուրահատուկ։ Իհարկե, ոչ սովորական։ Ընտիր։ Հիմա պետք է հասկանալ մեր հաջորդ եթերի երգը։ Որ Անուշը կպայմանավորվենք։ Այո, որ Անուշը հենց այդ լոլիկով ձվածեղը պատրաստի։ Այո, անպայման։ Իսկ այս բաղադրատոմսում որևէ իմպրովիզ կա Անուշ քո կողմից։ Ոչ, ինչպես Աբրահամն ասել է, որովհետև իսկապես շատ համեղ է պատկերացրեք, բաղադրիչներն էլ քիչ են, շատ չեն, համեմունքներն է դասական, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Հիմա կավելացնենք, ես բրինձը եփելու ժամանակ նույնպես աղը արդեն ավելացրել եմ։ Եվ այստեղ նաև կարմիր պղպեղ կավելացնենք ու սև պղպեղ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ որ միշտ կարմիր պղպեղը եւ սև պղպեղը ամենաառաջին շարքերում խոհանոցում իրենց ստաբիլ տեղը ունեն։ Այո, իհարկե։ Առանց դրա չի լինի ոչինչ։ Թվում է ամենապարզ համեմունքի տեսակներն են, բայց ամենաառօրյայում օգտագործվողն են, որովհետև յուրաքանչյուր մթերքի հետ կարելի է համադրել եւ բացել այն ողջ բույրերի ցանկը, որը կարող է եւ իհարկե համերի, որը կարող է տվյալ մթերքը համադրվելով մեկ այլ մթերքի հետ ունենալ։ Այո։ Հիմա լոլիկն էլ կտրենք, այս մեծ կտորները, որ միչուկը հանեցինք, հիմա պետք է մանր կտրենք, որպեսզի խճողակը հարմար լինի լցնելու համար նաև։ Գիտես ինչից եմ շատ ուրախացել։ Ինչից։ Որ շատ շուտով կհամտեսենք իրական լոլիկներ, իրական բանջարեղեն, բիբարներ, այո, պղպեղներ, թարմ համեղ վարունգներ, իրական համով։ Բայց ես մի տարօրինակ սովորություն ունեմ։ Եվ որն է։ Քանի որ ամեն ինչ բույրերով եմ տարբերում, այդ թվում նաև միրգը, բանջարեղենը, խանութում շատ հաճախ
սկզբում հոտոտում եմ, հետո նոր գնում։ Օրինակ եթե լոլիկը հոտ չունի, ես երբեք չեմ փորձի, որովհետև եթե հոտ չունի, արհեստական է ամեն ինչ։ Մեր ռատատոյին։ Հիշում ես այդ մուլտֆիլմը։ Հոտոտում եմ։ Անուշ այդ մուլտֆիլմը հիշում ես ռատատոյը։ Այո, իհարկե։ Ես Այնտեղ էլ չէ, ամեն բանջարեղեն ամեն ինչ ռատատոյը այո։ հոտոտում։ Եվ իսկապես փորձեք, հետո երբ հոտ ունի, կապ չունի ինչ բանջարեղեն ես փորձում, իր բույրն է իսկական, համը նույնպես տեղն է լինում։ Եթե այդ հոտը չկա, ժամանակ միայն սեղն էի հոտոտում։ հա, Որովհետև սեղը ընտրելիս պետք է նաև հոտոտել, նրա բույրը շատ կարևոր է, բացի տեսքից։ Բայց sense բա։ Օրինակ, ինչպես կարող ես չհոտոտել թարխունը։ Դե թարխունը դրանց։ Վարունգից գիտես ինչ անուշ վարունգի հոտ է գալիս, եթե իսկական վարունգ է։ Իսկ կարտոֆիլից նույնպես։ Կարտոֆիլը չէ, բայց կարտոֆիլը տարբերում եմ արդեն, որովհետև երկու տեսակի կարտոֆիլ կա։ Կա խրթխրթան, որը շատ նման է խնձորի, հում վիճակում, որը ես շատ եմ սիրում, եւ կա կարտոֆիլ։ Հին ու նոր նկատի ունես։ Չէ, նորն ու հինը չեն։ Բացի դրանից հին կարտոֆիլը եւս երկու տեսակ ունի մաքրելու ընթացքում, մեկը լավ դեղին է լինում, որը ավելի կոտոֆիլ Ոնց է։ է պահպանվել ուրեմն։ Իսկ մյուսը շատ ավելի խրթխրթան, մի փոքր ավելի բաց գույնով։ Այսինքն դու հում վիճակում կարտոֆիլ ես։ Մենք ավելացնենք թարխունը։ Եվ նաև լոլիկն ու բրինձը։ Ու պատրաստ է, պատկերացնում եք, որքան արագ կարելի է պատրաստել այս համեղ տոլման։ Ամենաարագ պատրաստվող Այո, իսկապես։ Տոլման։ աշխարհում։ Ավելացնենք նաև լոլիկի հյութը։ Վերջերս, բայց որ անկեղծ լինեմ, թատրոնի շրջանակներում շատ հաճախ են հրավիրում արտիստներ, հյուրեր, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ու դե մեր հայտնի տեսակին հավատարիմ մնալով դե շատ հյուրասեր ենք, չէ՞, մենք պետք է անպայման ծանոթացնենք քաղաքի հետ, մեր խոհանոցի հետ, Տեսարժան այո, վայրեր։ անպայման, բայց կարևոր տեղը այն ամենախոհանոցն է, ու դե հաճախ որ գնում ենք, մենք սկսում ենք մեր հայկական խոհանոցից ինչ-որ ճաշատեսակներ առաջարկել, որպեսզի մարդիկ փորձեն սա ինչ է, բաստուրման ինչով է, ոնց է պատրաստվում, տոլման ինչ է, ղաուրման ինչ է, ղափաման ինչ է, աղցանների նաև տեսակները հավելուկով տարբեր մի խոսքով։ Ու ամեն անգամ, երբ որ ըմտիր է իրականում այդ ռեստորանների ամեն ինչը շատ համեղ է, բայց այն ինչ որ դու քո մայրիկի ձեռքով տան պայմաններում երբևէ փորձել ես ու արդեն դու համտեսել ես, ոչ մի ռեստորան, ամենաբարձրակարգ նույնիսկ ռեստորան մայրիկի ձեռքով պատրաստած եւ տանը պատրաստված մեր հայկական ուտեստներին երբեք չեն կարող հասնել։ Չգիտեմ ինչու հետ է։ Այո, այդպես է։ Եվ յուրաքանչյուրը դա կարող է փաստել, ասելով օրինակ իմ մայրիկի պատրաստած այս կամ այն բաղադրատոմսը ամենահամեղն է։ Որովհետև կարծում եմ նույն ռեստորաններում աշխատող խոհարարները, շեֆ խոհարարները իհարկե ամեն բան սիրով են պատրաստում։ Իրանց երեխեքի համար չեն պատրաստում։ Այո, բայց հենց իրենց ընտանիքի անդամների համար չեն պատրաստում, չնայած ամեն բան իսկապես շատ համեղ է եւ հայկական խոհանոցը նաեւ դարձել է զբոսաշրջիկներին գերող եւ Հայաստան բերող լավագույն գրավականներից մեկը, չհաշված մեր պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը, բայց նաև խոհանոցը շատ կարևոր տեղ ու դեր ունի, բայց շատ հաճախ կարելի է այդ հյուրերին թեկուզ փոքրիկ կազմով առաջարկել ընտանեկան փոքրիկ ընթրիքներ, որտեղ կպատրաստի մայրիկը։ Որտեղ կպատրաստի մայրիկը։ Անուշ ջան, ինչ արեցիր դու։ Արդեն բրինձն ենք ավելացնում։ Ահա։ Եվ խճողակը պատրաստ է։ Բույրը զգում եք։ Այո։ Վայ, Այն էլ Ոնց ոնց կարևոր ու հաճելի բաներ էր ասում այդ հաճելի բույրի ներքո։ ընտանեկան ընթրիքի բույրը տարածվել է տաղավարով 1։ Բարդ ոչինչ չկար այստեղ։ Իսկապես արագ է պատրաստվում, այնպես չէ, որ ես արագաշարժ եմ դրա համար էսպես։ Բայց դու արագ Պատրաստվեց, բայց այո, ուզում եմ ասեմ, պատճառը միայն դա չէ։ Խնդրեմ, մենք ավարտեցինք լոլիկով տոլման, որը կարող եք իհարկե 5 րոպե ջեռոցում պահել, նոր համտեսել, բայց խորհուրդ չենք տալի։ Բայց նայած ով ինչպես կցանկանա, ես օրինակ այսպես եմ սիրում։ Գարնանային թարմությունը թարմ լոլիկը թող լինի այս այո։ ուտեստում։ Շնորհակալություն Անուշ, մենք էլ ենք հենց այդպես սիրում ու շատ շուտով կհամոզվես։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն սիրելիս, որ մեզ հետ եք, գրի արեք անպայման, մենք առաջարկում ենք շարժվենք առաջ լավ երաժշտությամբ, հետո կվերադառնանք ու կշարունակենք։